Սիրելի քաղաքացիներ, ԵԽԽՎ կողմից ընդունված երեկվա անընդունելի բանաձևի հետ կապված ուզեցա այս ձևաչափով մի քանի պարզաբանումներ անել։ Իհարկե բանաձևը խայտառակություն է, տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ եւ տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղբանտարկյալների եւ այլ թեմաներով, որ դա պարզապես անհասկանալի է, բայց դա մեր համար նորություն չի, դրա մասին մենք խոսել ենք, խոսում ենք եւ խոսելու ենք։ Խնդիրը կայանում է նրանում, որ այնտեղ առկա են առնվազն 3 կետեր, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խոսելու ու կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի դա դուք իմանաք։ Առաջին զեկույցում հստակ նշվում է, որ այն ինչ տեղի ունենում հիմա պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Այնտեղ հստակ գրված է tensions between state and church, այսինքն այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, որ իբր սա եկեղեցու դեմ չի եւ այլն, հոդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության եւ եկեղեցու միջեւ։ Երկրորդ կետը, որ զեկույցում նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը եւ որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձանագրելու մոտեցումները հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը, պետական ռեսուրսի սխալ օգտագործումը։ Նորից ասեմ, նույնիսկ Փաշինյանի նկատմամբ լոյալության պարագայում սա հստակ նշվում է զեկույցում։ Երրորդ կետը, որը առկա է զեկույցում, հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Պատկերացնում եք, ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները, ինչքան անհնար է այն չնկատել կամ կոծկել, որ անգամ հաշվի առնելով Փաշինյանի ցանկացած արարքը արդարացնելու եւ չբարձրաձայնելու որոշ միջազգային կազմակերպությունների մոտեցումները, իրենք չեն կարողացել դրա մասին չներառել այս զեկույցում։ Մնացած ձևակերպումները զեկույցի, ինչպես արդեն նշեցի, անընդունելի են, զարմանալի են իմ համար, բայց դե ամեն բան երևի թե բացատրվում է աշխարհաքաղաքական շահերի եւ հետաքրքրությունների տրամաբանության մեջ։ Չեմ կարող շնորհակալություն չհայտնել ԵԽԽՎ-ին անկախ ամեն ինչից եւս մեկ անգամ հայ ռազմագերիների հարցը զեկույցում ներառելու եւ Ադրբեջանից իրենց վերադարձը պահանջելու համար։ Շնորհակալություն։